Վենսը հասկացած Նիկոլ Փաշինյանին, որ դուք որևէ ցկտում, որևէ նկրտում չեք ունենալու։ Աշխարհի որևէ երկրում Ամերիկան չի կառուցել եւ չի տրել մոդուլային ատոմակայաններ։ Իրանք նույն պիղծ մարդիկ են, ինչպես իրենց հրամանատար Նիկոլ Փաշինյանը։ Ցանկացած քպականի տվեք ինձ 24 ժամ հետո ես ապացուցեմ, որ նա նորմալ մարդ չի կամ նորմալ տան ծնունդ չի։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Գյումրիից այսօր մեզ այցելել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, ում հետ այսօր Արմնուրի տաղավարում կզրուցենք ԱՄՆ փոխնախագահ J.D. Վենսի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից սպասվող քաղաքական զարգացումների եւ եկեղեցի պետություն հարաբերությունների, ինչպես նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Ողջունում ենք ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ, որ մեզ զրույցի հրավերն ընդունեցիք եւ ժամանակ գտաք մեզ այցելելու։ Պարոն Պողոսյան, մինչ նշված հարցերին անդրադառնալը կխնդրեմ ասեք, թե Գյումրիում այս օրերին ինչ տրամադրություններ են, քանի որ քաղաքապետը այս օրերին կալանավայրում է գտնվում եւ գյումրեցիները ինչպես են հետևում Երևանում եւ առհասարակ հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին։ Շնորհակալություն, բնականաբար Գյումրին դեռևս գտնվում է Հայաստանի Հանրապետության կազմում եւ հետեւաբար Հայաստանում տեղի ունեցող այս վայրեջքները միանշանակ չեն կարող նաեւ անմասն թողնել գյումրեցիներին։ Առավել եւս որ Գյումրին իր բնույթով եւ իր մշակույթով ինքը Հայաստանում մշտապես այսպես տորպեդող քաղաք է եղել։ Հետևաբար մեր մոտ տրամադրությունները շատ ավելի հաճախ առաջին են արտացոլվում եւ այս պարագայում սարսափելի մեծ հիասթափություններ կա։ Հիասթափություններ գործող իշխանությունից, հիասթափություն ինչու՞ չէ նաեւ շատ ընդդիմադիրներից եւ առհասարակ շատ վատ տրամադրություններ, որոնք առավել զգայուն դարձան դեռևս 2020 թվականի այրոնալից պատերազմից հետո, առավել այսպես խորացան արդեն 2023 թվականին Արցախը հանձնելուց հետո եւ հենց գյումրեցիներ, որը ժամանակին տնավեր լինելով տնից տեղափոխվելով ինքը շատ ավելի լավ հասկացավ, թե ինչ է կատարվել Հայաստանում եւ ինչին սպասել։ Ցավոք սրտի այսօր տրամադրությունները իսկապես շատ անգումային են, շատ հիասթափված են եւ դա փոխելու համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում տեղի ունենան այնպիսի գործընթացներ, որոնք կարողանան մարդկանց մոտ հույսեր առաջացնել։ Հետևաբար այդ գործընթացը իմ կարծիքով կոնե այս պարագայում չի կարող լինել ընտրությունները, որովհետև ընտրությունների մասով թե Գյումրեցին եւ թե Հայաստանի բնակչությունը շատ պարզ բան պատկերացրեցին, որ գրեթե անհնարին կլինի նման իշխանություններին ընտրություններով հեռացնելը, որ շատ պարզ պատճառով այս մարդիկ իրենք ընդհանրապես Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են, դրսից բերված, դրսից ֆինանսավորված, դրսի շահերը պաշտպանող, այսինքն այստեղ միայն ազգային ազատագրական պայքարը կարող է հաջողություն ունենալ եւ այդ պայքարը իհարկե թող չդիտարկեն որպես բռնության կոչ կամ զենքի կոչ, այլ այստեղ շատ ավելի լուրջ պայքար է պետք, շատ ավելի արմատական պայքար է պետք եւ այդ պայքարի դեպքում կարծում եմ եւ Գյումրիում եւ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում շատ արագ հասարակությունը նորից կվերադառնա այն ազգայինին, ինչը վերջին տարիներին իրենց մոտ փորձեցին այսպես թուլացնել, բարգապեկել, սևացնել։ Ինչի եմ սա ասում, որովհետև ինքս հավատում եմ, որ օրերից մի օր մենք դուրս ենք գալիս այս իրավիճակից եւ այս սրան հաստատ հաջորդելու է ոսկետար, ազգայինի ոսկետարը եւ հետեւաբար ես կարող եմ ասել, որ կոնե Գյումրին այս պահին պատրաստ է այդ ոսկետարի հետևից գնալու, ուղղակի պետք են ճիշտ իմպուլսներ եւ ճիշտ գործողություններ։ Փետրվարի 9-ին եւ 10-ին պաշտոնական այցով Երևանում է գտնվելու ԱՄՆ փոխնախագահ J.D. Վենսը եւ երեկ էլ հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կխնդրեմ այս հանդիպմանը եւս անդրադառնալ, ինչ սպասելիքներ դուք ունեք եւ ընդհանրապես ինչ քաղաքական զարգացումների կանխատեսումներ ունեք դուք, որ իրենց ազդեցությունը կթողնեն Հայաստանի վրա։ Նախ այս այցը, Վենսի այցը ես մի փոքր այլ կերպ եմ բնորոշել Երևանից սկսած, ես սա անվանել եմ Վենսի արշավանքներ եւ ոչ թե այց, որովհետեւ Վենսը տարածաշրջանում գտնվում է կոնկրետ ոչ թե մեր համար կամ
տարածաշրջանը այլ պետությունների համար, այստեղ գտնվում է Ամերիկայի շահերը առաջ տանելու համար եւ այդ շահերի առաջ տարման գործում, որովհետեւ մենք ունենայինք որոշակի ձեռքբերումներ, առաջերտին պետք է ունենայինք մեր երկիրը ներկայացնող ղեկավար, ինչը ցավոք սրտի արդեն 8 տարի է մենք չունենք։ Հետևաբար, եթե մենք փորձենք այսպես միամտաբար ինչ-որ լավ ակնկալիքներով նստել սպասել, սա զուր է, առավել ևս երեք Վենսի եւ Փաշինյանի հանդիպումից ստորագրված փաստաթղթերից պարզ դարձավ մի բան, որ իրենք ամբողջովին ուզում են տարածաշրջանը դարձնել ամերիկյան շահերի սպասարկման կալիդոր, կարևոր չի տարանը Թրամփի ուղի կլինի, թե Թուրանի միջանց կլինի եւ իրենք փորձում են սա ամրապնդել։ Տեսեք։ Ամենայն շահը միայն դա է, տարածաշրջանը։ Այո, այստեղ տեսեք այդ նույն շահի մեջ ընդամենը Փաշինյանը փորձում է ինքն էլ իր շահը անել եւ ինքն էլ փորձում է դրա միջոցով որոշակիորեն PR-վել, որպեսզի ընտրություններին կարողանա իրականացնել այն ինչը պլանավորել է, բայց խոշոր հաշվով ոչինչ չի տալիս Հայաստանին բացի շատ մեծ վտանգներից, որովհետեւ նորից կրկնում այստեղ հստակ երևում է արդեն Ամերիկա-ռուսական հարաբերությունների բավականին լուրջ բախում, այստեղ շատ հստակ երևում է Ամերիկա-Իրան հարաբերությունների լուրջ բախում եւ արդյունքում Հայաստանում չկա ներկայացնողը, ով հայկական շահը կփորձեր առաջ տանել եւ այս իրավիճակում կփորձեր այնպիսի որոշումներ կայացնել, այնպիսի գործողություններ անել, որոնք կփխեին իշա Հայաստանը։ Ես ընդամենը կարող եմ նաեւ մի երկու կարճ հանգամանքի անդրադառնալ, տեսեք, երեկվա այդ հայտարարությունների մեջ իրենք նախ փորձեցին շատ այսպես գունավոր լույսի ներքո ներկայացնել Հայաստանին տրամադրվող օդաչութարչող սարքերը, բայց իրականում այդտեղ շատ ավելի այլ մեսիջ կար, որովհետև այն սարքերը, որոնք չափազանց թանկ էին եւ ներկա պարագայում Հայաստանի համար ոչ այնքան արդյունավետ, դրանցով իրենք ընդամենը տվեցին հետեւյալ մեսիջը, որ դուք իրավունք չունեք հարվածային զենք ունենալ, որովհետև մենք ցես տեսեք տալիս ենք զուտ հետախուզական, այսինքն դուք լինելու եք այստեղ արձանագրող եւ ավելին դուք իրավունք չունեք այստեղ անելու։ Դուք գնում եք այն ինչը մենք ենք տալիս, կարևոր չէ որ ինքը շուկայականում շատ թանկ է եւ այդ նույն արժեքով, ասենք Հայաստանում ես վստահ եմ, ավելի արդյունավետ տեխնիկա կարող էին ստեղծել արտադրական օդաչուների մասով, որովհետև մենք այս բային շատ լաբորատորիաներ արդեն ունենք Հայաստանում, ովքեր բավականին առաջ են անցել, բայց առանց պետական որևէ աջակցության, եւ հետո սա հենց այդ կարևոր գաղափարն էր, որ Վենսը հասկացած Նիկոլ Փաշինյանին, որ դուք որևէ ցկտում, որևէ նկրտում չեք ունենալու, մենք ցես տալիս ենք հետախուզական սարքեր, դուք ընդամենը փորձեք ֆիքսել, նույնիսկ եթե ձեր վրա հարձակվում են, դուք այդ ամեն ինչը ֆիքսես, մեզ տեղեկացրեք, գուցե կարծականքենք կամ ասենք մի 100 տարի հետո էլ ինչ-որ մեկ այլ տեղցի ձեռնարկաբերդ կլինի, կգանք պսակներ կտնենք, բայց դուք ավելի ինչ փորձեք ինքնուրույն ձեր համար անել։ Մյուսը, տեսեք, այդ մոդուլային ատոմակայանների մասով, այստեղ նորից շատ կարևոր ու շատ վտանգավոր մեսիջներ կար, որովհետև նախ միջուկային ատոմային կայանների իմաստը որն էր մեր տարածաշրջանում, դրանք բացի էներգետիկ ապահովագրությունից իրենք նաև շատ կարևոր ստրատեգիական ապահովագրություն էին եւ պատահական չէր, որ 90-ական թվականների բոլորը ցկտեցին եւ հասան ատոմակայանի փակվել է, հետո արդեն բացելուց հետո դա շատ մեծ խնդիրներ առաջացրեց։ Թուրքիան մշտապես ցանկացած բանակցությունների հիմքում դրել է ատոմակայանի փակելը եւ այլն, իսկ այս դեպքում նաև արդեն ամերիկացիք գալիս են ինչ են ասում, շատ սիրուն նուրբ ձևով ասում են, այո, դա փակելու է, փոխարենը մեզանից կգնենք մոդուլային ատոմակայաններ։ Այստեղ նույնիսկ որն է աբսուրդը, որ մենք մեր գործող ունեցող այդ անվտանգությունը ապահովող կառույցը փոխարինելու ենք ինչ-որ փաստաթղթերի հետ, որովհետև որպես այդպեսին Ամերիկան ոչ միտեղ դեռևս չունի դրած այդ մոդուլային ատոմակայանները։ Այսինքն չկա մի բան, որը մենք այսպես դիտարկենք եւ ասենք սա լավ է կամ վատ է։ Իրականում չկա, ոչ Ամերիկայի տարածքում, ոչ աշխարհի որևէ երկրում Ամերիկան չի կառուցել եւ չի տրել մոդուլային ատոմակայաններ։
Եվ եթե այսօր մենք գնում ենք ժամանակ մերձնելով եւ մեր ատոմակայանը տանում ենք այսպես ասած լուծարման, մենք արդյունքում ամենայն հավանականությամբ ոչինչ չենք ունենա։ Կամ ունենալու դեպքում դա կլինի Ամերիկայի վերահսկողության ներքո եւ սա կլինի ամերիկյան մի հիմնարկ Ամերիկայից շատ հեռու, որը գուցե հենց Ամերիկայի համար դառնա որպես փորձարկման ինչ-որ օբյեկտներ։ Այսինքն Հայաստանը ցավոք սրտի վերածվում է արևմուտքի եւ խոշոր պետությունների ձեռքին որպես լաբորատորիա։ Ինչպիսի լաբորատորիա, որ իրենք դարձրեցին Արցախը եւ արդյունքում մենք տեսանք Արցախում ինչ եղավ։ Գործող իշխանությունները փորձում են խաղաղություն հաստատել արտաքին աշխարհի հետ, այս պարագայում հարևան պետությունների, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, բայց երկրի ներսում իրավիճակը այնքան էլ խաղաղ չէ։ Ես կխնդրեմ այս համատեքստում անդրադառնալ նաեւ եկեղեցի պետություն հարաբերություններին, որպես իրավապաշտպան, ինչ իրավունքներ են այստեղ, որ պետք է պահպանվեն, ում իրավունքն է խախտվում, որովհետեւ ունենք կարգալույս եղած քահանաներ, որոնք այսօր շարունակում են կարգված ձեռնադրված քահանաների մի կողմ թողնել եւ իրենք բարձրանալ Հովանավանքում բարձրանալ խորան, պատարակ մատուցել, նույնն էլ նաեւ Թալինի տարածաշրջանում է բազմաբերդում կրկին կարգալույս եղած քահանաներ խորան բարձրանում։ Ինչ իրավախախտումների ենք մենք այստեղ հանդիպում։ Տեսեք, նախ ես ձեր հարցի հենց ձևակերպման սկզբից փոքր անհամաձայնություն ունեմ, որովհետև այս իշխանությունները ոչ թե փորձում են արտաքին աշխարհի հետ խաղաղություն կնքել, այստեղ խաղաղության մասին ոչինչ չկա, ուղղակի իրենք փորձում են Հայաստանին հնարավորինս թուլացված, Հայաստանին հնարավորինս ոչնչացված հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Եվ այդ ընդունում հանձնման գործընթացի մեջ հենց մամեդական մեր հարևանների համար շատ կարևոր է, որպեսզի այստեղ հնարավորինս թուլացած, ոչնչացված, լուծարված լինի հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Որովհետև վերջին հաշվով Ադրբեջանը ինքը հիշողություն չունի, որովհետև շատ երիտասարդ պետություն է դեռևս 20-րդ տարին հիմնավորված, բայց Թուրքիան կոնե ունի, ինքը տարի շարունակ մշտապես հայ առաքելական եկեղեցու դեմ կռիվ է տվել եւ այդ կռվի արդյունքում ինքը փաստացի լուրջ հաջողությունների չի հասել, այսինքն չի կարողացել այդ եկեղեցին ծնկի բերել եւ հետեւաբար այսօր այդ ծնկի բերելու կարևոր առաքելությունը իրենց գործակալին է հանձնված Նիկոլ Փաշինյանին, ով ունենալով, այսպես ասած, դրսից բոլոր տեսակի կանաչ լույսերը, ինքը բոլոր տեսակի կտավների, բոլոր տեսակի կարմիր գծերի վրայով անցնում է։ Այդ տեսակ մեր պրակտիկայում մենք ինչ ենք տեսնում մեր կյանքում, երբ պետությունը խառնվում է եկեղեցու ներքին գործերին, որը ինքը իրավունք չուներ անելով միջազգային ոչ մի իրավունքի շրջանակներում, ինքը իրավունք չուներ անել Հայաստանի Հանրապետության սահմանադրության շրջանակներում, որտեղ մեր սահմանադրությունը հստակ տալիս է, չէ, տարանջատում է, բաժանում է եկեղեցի եւ պետություն։ Այստեղ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրությունը։ Առավել եւս ոչ մի դատավոր իրավունք չուներ մտնելու եկեղեցու կանոնադրության մեջ եւ այստեղ փորձել հասկանալ, թե արդյոք տվյալ եպիսկոպոսին կարգալույց անելը ճիշտ էր թե սխալ, կամ տվյալ քահանային կարգալույց անելը ճիշտ էր թե սխալ, դուք ով եք вообще, որ դուք փորձեք մտնել այդտեղ ու մեհադել հարաբերություններ բարձեք վեհապարի եւ եպիսկոպոսների միջեւ։ Այս սա պետության կողմից ուղիղ միջամտություն է եկեղեցու գործերին եւ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի ամենածանր հանցանքներից մեկը սա է։ Արցախի հանձնումից հետո երկրորդ ամենածանր հանցանքները, որոնք հիմա իրականացնում է, սա է։ Եվ ցավոք սրտի ինքը, ինչպես նշեցինք, որևէ բանի առաջ չի կանգնում, նույնիսկ այն Խուժանին իր առաջ գծած, փորձում է թեկուզ այդ կեղծ պատարակներով, բայց նորից եկեղեցուն վիրավորել, նորից հավատավոր ժողովրդին վիրավորել, այսինքն սա ուղղված է երևի փորձեք այսպես, պետության պայքարը հենց պետության նաև թեմ, որովհետև մեր պետության հիմնական սյուներից մեկը եղել է մշտապես եկեղեցին։ Այդ սյուներից մեկը նաև բանակն էր, իրենք կարողացան այդ սյունը քանդել եւ կարողացան ստեղծել մի բանակ, որը նույնիսկ եթե վաղը մյուս օր ասենք, չգիտեմ, շատ լավ զինված լինի, բայց այդ բանակը այլևս չի արտահայտի հայ ժողովրդի շահերը։ Իրենք կարողացան քանդել ընտանիքի մոդելը։
բայց միակ վերջի մնացածությունը այդ եկեղեցին է եւ այսօր իրենք գլխով, ոտքով, չգիտեմ, ամեն կերպ իրենք փորձում են այդ եկեղեցին էլ այսպես քանդել, քայքայել, այդ սյունաներ վերացնել, որովհետեւ մենք լինենք այսպես ասած խոնարհ ծառաներ մեր ողերին բարեկամների։ Մայրաթորում կհիշեք ինչ տեղի ունեցավ, երբ երկու թևի հետ բաժանվել եւ անգամ պաշտոնյաներից եղան մարդիկ, որոնք բարձրացել են գերեզմանակարերի վրա։ Սա ինչի մասին է խոսում։ Պաշտոնյայի մոտ մի փոքր սկզբում դիսկոմֆորտ առաջացավ, որովհետեւ պաշտոնյան սովորաբար մեր մոտ ընդունված է այսպես հարգանքներ շնչելու համար, բայց ծերնաշազանցիկ իրենք բացարձակապես չեն կարող հարգանքներ շնչել եւ իրենք նույն պիղծ մարդիկ են ինչպես իրենց հրամանատար Նիկոլ Փաշինյանը եւ առհասարակ եթե նկատեք չնայած ես ինքս եմ դա բարձրացան մշտապես ասել եմ ցանկացած քրպականի տվեք ինձ 24 ժամ հետո ես ապացուցեմ որ նա նորմալ մարդ չի կամ նորմալ տան ծնունդ չի որովհետեւ ում խորացել ենք տակից մի բան միշտ դուրս եկե միշտ պղծություն ինչ որ մի վատ բան տակից դուրս եկե եւ այսօր Նիկոլ Փաշինյանը եկեղեցու թեմ արշավանքներին ինքը ներգրավել է ամենապիղծերին, ամենավադերին, ամենակերտոտներին այսինքն ինքն էլ է այդ ամեն ինչը հաշվի առել օրինակ դուք հիշատակեցիք նման մեկին որը եկեղեցում հայոյում էր մասնավորապես Թալինի քաղաքապետը իր ընտանիքի չարագործությունների մասին ես վերջերս խոսել եմ առաջիկայում եթե լավ չպայեց իրեն նորից կանրադառնանք արդեն շատ ավելի հետաքրքիր ձևով, բայց մի փոքր բան ուզում եմ այդտեղ եւս ասել, որի մասին ես խնդրել էին հենց իր գյուղի բնակիչները խոսել, աշնակցիները խոսել, ուրեմն տեսեք Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթին, երբ որ որոշեց ժամանակին ելնել խոսալ Արշակ Սրբազանի եւ Քերագնոջ այդ խայտարակ պատմությունը, դա Արշակ Սրբազանի հետ կապ չուներ։ Ինքը երբ որ թերթել էր իր այդ այսպես ասած հերոսագախմբի դոսյաները ինքը նման պատմություն հանդիպել էր Տավրոսի կենսագրության մեջ։ Այդ քերագնկա պատմությունը ինքը վերցրել է ըստ աշնակցիների հենց Տավրոսից։ Որովհետև աշնակցիների պատմելով ընդամենը 4-5 տարի առաջ Տավրոսը իր հորեղբոր Ժորայի հետ նման ոտնձգությունները իրականացրել իրենց քերագնոջ նկատմամբ։ Արդյունքում գյուղացիները պատմում են, որ այդ կնոջ ամուսինը տապորով փորձել է սրանց գլուխները կոտրել։ Հետագայում այդ ընտանիքը քայքայվել է, ամուսինը գնացել է Եվրոպա, կարծեմ Չեխիա եւ այնտեղ վերջերս մահացել է, իսկ կինը ստիպված երեխեքին առը փախել է Ամերիկա։ Այդ կաներեք որ ձեր ետերից Նիկոլի բառերն եմ ասելու, այո, այդ քերակին տոմպելու պատմությունը, կներեք բառիս համար, դա Նիկոլից եմ ցիտում, այդ քերակին տոմպելու պատմությունը Նիկոլ Փաշինյանը վերցրել է Տավրոս Սապյանի կենսագրությունից։ Ըստ աշնակցիների։ Նախապատմությունը այդպես է եղել։ Այո, որ հետագայում ինքը դարձրեց ասես իր համար քարոշչական, զզվելի, կեղտոտ, չգիտեմ, անբարոյական մի հատ թեզ ու փորձած կապել եկեղեցու հետ։ Շատ լավ, պարոն Պողոսյան, մեր հարցազրույցի վերջում անդրադառնանք Բաքվում պահվող հայ գերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց դատավճիռները փետրվարի 5-ին հրապարակվեց։ Դուք ինչպես ընդունեցիք այս լուրը եւ ինչքանով է հնարավոր հրապարակված ծանր եւ ապօրինի դատավճիռներից հետո կազմակերպել, հնարավոր դարձնել նրանց վերադարձը ազատ արձակումը։ Փորձեմ շատ կարճ, նախ եկեք իրենց մասով չօգտագործենք դատավճիռ հասկացությունը, որտեղ դատավճիռը տալիս են հանցագործներին, իսկ այդ մարդիկ հանցագործներ չեն։ Ամենայն դեպս Ադրբեջանի օրենսդրության համապատասխան իրենք որևէ հանցանք չեն կորցրել, որովհետև իրենք առնչություն չեն ունեցել Ադրբեջանի հետ, իրենք ունեցել են առնչություն Արցախի ազատ հանրապետության հետ։ Պետություն, որը հանցավոր գործողությունների եւ պայմանավորվածությունների արդյունքում կործանվեց եւ այդտեղ հանցագործներ են Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը առաջնահերթ։ Ինչպես նշեցինք, իրենք այո գերիներ են։ Գերիների վերադարձնելու կամ մեկ տարբերակ։ Գերիներին փոխանակում են գերիների հետ։ Իսկ դրան հասնելու համար մենք պետք է ազատվենք Նիկոլ Փաշինյանից եւ գուցե վաղը մյուս օր հենց Նիկոլ Փաշինյանի հետ Ալիևը համաձայնվի փոխել այս մյուս գերիներին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեզ զրուցակիցը իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էր։